Էքստրասենս Անի Գրիգորյանը հյուրընկալվելով Մհեր Բաղդասարյանի «Տետ-ա-տետ» հաղորդաշարին խոսել էր նաև Անահիտ Սիմոնյանի մասին ու նշել. «Երբ Անահիտ Սիմոնյանը եկել էր 6-րդ զգայարան, ես իրեն ասացի՝ ձեր ամուսնությունը երկար չեմ տեսնում, բաժանություն եմ տեսնում, Հայկոյի կյանքը չեմ տեսնում, ինքը քմծիծաղ տվեց, ասեց՝ ինչ եք ասում, ես Հայկոյին շատ եմ սիրում, ես չեմ ուզում իրեն նեղացնել, բայց կան կանայք, ովքեր չեն սիրում իրենց ամուսնուն, բայց շատ հաճախ ասում են՝ նենց շատ ենք սիրում, ես իրեն կյանքում հիմնական ամուսին չեմ տեսնում, իր կյանքում պիտի գան տղամարդիկ, գնան, լիարժեք բախտ էս աղջկան չեմ տեսնում, իր ու իր քրոջ վրա այնպիսի մի անեծք կա, որ իրենց կողակիցները պիտի մահանան, կարող է նա հերքի, բայց նույնձև իր քրոջ ամուսինն է մահացել, եթե չգիտեք ու ինքնասպանության դեպք եմ տեսնում, սա իրենց վրայի անեծքն է, որ իրենց կյանքում ցանկացած տղամարդ պիտի գա ու գնա», նշել էր Էքստրասենսը։ Ինչպես արդեն հայտնել էինք օրեր առաջ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը հյուրընկալվել էր 24 TV-ին, որի ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։ Այդ ընթացքում նա հայտարարել էր, որ Հայկոյի ընկերներից ու հարազատներից շատերը այսօր իր և որդու Արմանի կողքին չեն։ Սակայն օգոստոսի 25-ին Հայկոյի ծննդյան օրը երգչի ընկերները նրա հիշատակին հավաքույթ էին կազմակերպել, որին մասնակցել էին նաև Հայկոյի որդին Արմանը, եղբայրն ու մայրը Սուսաննա Նիկողոսյանը, սակայն Անահիտ Սիմոնյանը ներկա չէր եղել այդ հավաքույթին։ Համացանցի օգտատերերից շատերն էլ նշում էին, որ Անահիտը հարցազրույցում ասում է, որ Հայկոյի ընկերները այսօր իրենց կողքին չեն, սակայն ինչպես է ստացվում, որ բոլորը հավաքվում են միասին, այնտեղ է լինում նաև Հայկոյի որդին, բայց ոչ Անահիտը։ Արդյոք խնդիրը Անահիտի մեջ է և ստում է երգչուհին, թե ոչ։ Այս հարցերի պատասխանները շարունակում են հետաքրքրել համացանցի օգտատերերին, Անահիտի հետևորդներին ու երջանկահիշատակ Հայկոյի երկրպագուներին։ Նշենք, որ նույն հարցազրույցի ընթացքում Անահիտը հանդես էր եկել նաև մի շարք այլ հայտարարություններով։ Անդրադառնալով երգարվեստում պասիվ ներկայանալուն, Անահիտը նշել էր. «Երգեցողությունը, երգը և երաժշտությունը միշտ եղել է և կա կլինի իմ կյանքում, երբ ես երգում եմ, ես երջանիկ եմ, ես ունեմ երեխա, ում համար պատասխանատվություն եմ կրում։ 2013 թվականին մենք մի քանի տարի է ինչ ամուսնացած էինք Հայկոյի հետ, բնականաբար նորաստեղծ ընտանիք, մենք ունեինք բազում խնդիրներ, որոնցից մեկը բնակարանն էր։ Բնակարանի հարցում իհարկե հայրս մեզ օգնեց և նվիրեց բնակարան քաղաքի կենտրոնում, որտեղ այժմ ես և Արմանը ապրում ենք։ Ցավոք դա բավական չէր երեխային բարեկեցիկ կյանքով ապահովելու համար, և արտիստի աշխատանքը կախված է տարբեր առիթներից, որոնք հաճախ չեն լինում։ Ես շատ տարբեր բիզնեսներ եմ ունեցել, այդ ամեն ինչը ես միայն իմ որդու համար եմ արել, որ իրեն բարեկեցիկ կյանք ապահովեմ, տուժեց իմ երգարվեստը, արտիստի աշխատավարձը ստաբիլ չէ»։ Խոսելով արտաքին փոփոխությունների մասին, Անահիտը նշել էր. «Ես չեմ կարող ասել, որ շատ վիրահատական միջամտությունների եմ դիմել, ես պարզապես առաջիններից էի ժամանակին, ով փորձեց այդ միջամտությունները և այդպես մնաց, որ իմ ամեն ինչը սարքված է, բայց իրականությունը իհարկե այդպիսին չի։ Ես շատ գոհ եմ եղել ու կամ իմ արտաքինից, ես լինելով հանրային մարդ պարտավոր եմ միշտ ունենալ գեղեցիկ տեսք, բազմիցս ասել եմ, որ իմ կյանքը ամուսնանալուց հետո բավականին փոխվեց։ Հայկոյի կողքին ուրիշ աղջիկ էին պատկերացնում, ես չէի համապատասխանում այդ պատկերացրած աղջկա չափանիշներին, դիմել եմ վիրահատությանը հենց ամուսնանալուց և երեխա ունենալուց հետո, ես հիմա շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ։ Հայկոն ժամանակին եթե իմանար, որ այդ բոլոր ընկերներն ու բարեկամները, ովքեր իրեն միշտ շրջապատում էին, մի օր երբ ինքը չլինի, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ ինքը շատ ավելի զգույշ կլիներ ընկերների կամ բարեկամների ընտրության հարցում, որովհետև այսօրվա դրությամբ ցավոք սրտի ոչ մեկը մեր կողքին չի։ Խոսքը իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են, մտերիմ են, բայց ես և Արմանը հիմա տեսնում ենք բոլորովին ուրիշ պատկեր»։ Անահիտը պատմել էր նաև Վիկա Մարտիրոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին, ասելով. «Չէի ուզենա անդրադառնալ ընդհանրապես տվյալ անձնավորությանը, որովհետև նպատակը առհասարակ այդ հարցազրույցի ժամանակ իմ անունը հոլովելու պարզապես այն էր, որ ռեյտինգ հավաքեր, որովհետև ուրիշ պատճառ չեմ տեսնում այստեղ։
Լիլիթ Հովհաննիսյանի հետ կոնսերվատորիայում ենք սովորել։ Ես երբևիցե Լիլիթ Հովհաննիսյանի հետ ոչ մի միջադեպ չեմ ունեցել, մինչև հիմա իր երգերը շատ սիրում եմ։ Ինչ կատարվեց այդ անձնավորության հետ։ Asta la vista կլիպի ժամանակ ես ուրիշ պարային խմբի դիմեցի, եւ դա իմ ընտրությունն էր, որովհետեւ ինչքան էլ մենք ժամանակին մտերիմ կարող է լինեինք, ես միշտ վճարել եմ իրենց ելույթների համար իմ կլիպերում։ Այդ ժամանակ ես որոշում եմ ուրիշ պարային խմբի դիմել եւ դա ինքը փաստորեն չմարսեց։ 12 տարի անց իմ անունը հոլովվել եւ հարցազրույց տալ եւ հենց այդ հատվածով փորձել դիտում հավաքել ինձ համար դա ծիծաղելի է։ Կարծում եմ միայն դա չի իրականում պատճառը, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան։ Ինքը պարզապես մտերմացավ այն մարդկանց հետ, ում հետ ես առհասարակ շատ վատ հարաբերությունների մեջ եմ եւ իրեն պետք էր շողոքորթել այդ մարդկանց։ Դրա համար ինքը իրեն նման արտահայտություն թույլ տվեց։ Հուսամ մի օր ինքը կլինի թե մնացածը կփորձեն իրենք իրենցով ինչ-որ բան ներկայացնել, որ հետաքրքիր լինեն, այլ ոչ թե իմ անունը հոլովելով եւ պատմություններ հորինելով, նշել էր Անահիտը։ Անահիտ Սիմոնյանը ծնվել է 1987 թվականի հունիսի 23-ին Սուրկուտում։ Նա հաճախել է Սուրկուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ուսման հետ զուգընթաց 7 տարի հաճախել է էներգետիկ մշակույթի տան ջեմ վոկալ ստուդիա, ելույթներ է ունեցել տեղի բազմաթիվ երաժշտական մրցույթներին։ 2004 թվականից Անահիտը տեղափոխվել է Երևան եւ ընդունվել Հայաստանի երգի պետական թատրոն։ Երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականից, երբ թողարկել է իր առաջին «Իմ Հայաստան» տեսահոլովակը։ 2011 թվականին թողարկել է առաջին «Asta la vista» ձայնասկավառակը։ Արդեն 2007 թվականին նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության 2 աստղ երաժշտական նախագծին, ապա Արցախում անցկացված ԸՆԾԱ համահայկական երաժշտական մրցույթին եւ զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Հայկոյի հետ Անահիտ Սիմոնյանի ամուսնությունը տեղի է ունեցել 2010 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք մեկ որդի են ունեցել՝ Արմանը։ Ժամանակին Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը համարվում էին ամենագեղեցիկ եւ ներդաշնակ զույգերից մեկը, չնայած նրանց անվան շուրջ միշտ էլ բազմաթիվ քննադատություններ են հնչել, սակայն 2020 թվականին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Այս մասին հայտնել էր հենց Անահիտ Սիմոնյանը, նշելով, որ ինքն ու Հայկոն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց երեխան այդ որոշումից չտուժի։ Նա հայտնել էր, որ ինքը Հայկոյի հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ է բաժանումից հետո, քան 1 տարի առաջ։ Սակայն այս լուրից ընդամենը 1 տարի անց 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխվեց։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։ Ընդամենը մի քանի օր անց 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Հայկոն հեռացավ կյանքից։ Հայկոյի մահից հետո բազմաթիվ էին քննարկումները, իսկ քննադատությունները ուղղված էին Անահիտ Սիմոնյանի կողմը։ Հայկոյին շրջապատող մարդիկ ու հարազատները լուռ էին, եւ այդ բարդ շրջանից 2 տարի անց Անահիտ Սիմոնյանը իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծ մանրամասներ էր հայտնել։ Անահիտը լաց լինելով պատմել էր Հայկոյի վերջին օրերի մասին։ Ես այս մասին հիվանդանոցում եմ իմացել, բայց ասեմ, եղել էր այսպես. իր կողքը կար կին եւ այդ կինը որոշել էր, որ ինքը բժիշկ է։ Ես չգիտեմ հիմա իր խիղճը ոնց է հանգիստ, որովհետեւ ուներ ինչ-որ ընկերուհի, ով ինչ-որ մի բուժումով բուժել էր մի պացիենտի, ու իրենք կարծում էին, որ այդ մեթոդը կարող է բոլորին համապատասխան լինել ու օգնել։ Հիվանդանոցում բոլորիս բժիշկն ասաց, որ շատ սխալ բուժման արդյունք է։ Ասացին այնքան հորմոն են սրսկել Հայկոյին, ինչն ուղղակի արգելված էր այդ վիճակում, քանի որ թոքերի 85%-ն արդեն ախտահարված էր, երբ հիվանդանոց են տարել։ Ու այդ կինը լինելով իր ընկերների շրջապատի մտերիմ մարդը, ոչ ոք այդ մասին չի խոսում։ Ու ես չեմ ուզում մեղադրել ինչ-որ մեկին, բայց ես Հայկոյի մահից հետո այնքան վրդովված էի, որ ուզում էի այդ աղջկան դատի տալ։ Հետո իմացա, որ դրա համար աճյունը պետք է հանել, այդ միտքը մի կողմ դրեցի ու մտածեցի, թող Աստված դատավոր լինի իրեն եւ իր համախոհներին, ովքեր փակ են պահում այս ամեն ինչը։ Բայց դա այդպես չի եղել, ու եթե Հայկոն սկզբից ճիշտ բուժում ստանար, այսպես չէր լինի։ Ես ու Հայկոն մինչեւ իր վերջին շունչը կապի մեջ ենք եղել։ Ինքը մենակ ինձ էր զանգում վիդեոյով ու մենակ ես եմ մտել իր մոտ հիվանդասենյակ, ինչը շատ ցավոտ էր, քանի որ ինձ արդեն չէր ճանաչում։
Իսկ Հայկոյի մահից որոշ ժամանակ անց Անահիտը գրառում էր կատարել, որում խոսել էր իր ապրումների, ապագայի, Հայկոյի ներկայությունը զգալու, որդու դաստիարակության և առաջ նայելու մասին։ Շատ բան եմ ցանկանում ասել, բայց կսահմանափակվեմ գլխավորով։ Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով և պատկերացրածով է տեղի ունենում։ Կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ, մենք մի օր կհանդիպենք և ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից որ օրը դա տեղի կունենա։ Այդ պատճառով մենք պետք է չմոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգևն է և քանի դեռ Աստված տալիս է մեզ այդ հնարավորությունը, պետք չէ բաց թողնել այն։ Արտահայտել մեր սերը մի մարդու հանդեպ, որը գնացել է հավերժություն, մենք կարող ենք միայն աղոթքով։ Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր։ Թեև չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց ավաղ այլևս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ։ Ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել և երկար տարիներ թրծել է, որ կարողանամ դիմանալ այս ցավին և իր երեխայի համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում։ Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ և նա շատ կտխրեր տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու և նրա մահվան մասին լսելու ժամանակ։ Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի, նորովի նայել աշխարհին, նորովի զգալ իմ երեխային, նորովի տեսնել այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, ցավոք նորովի ապրել առանց նրա։ Ես ուզում եմ աշխարհը ցույց տալ երեխայիս, իմ աշխարհը, որտեղ չկա չարություն, նախանձ, կեղտ ու չկան դատավորներ։ Իմ աշխարհում նա միայն բարին կտեսնի։ Իմ որդին կլինի հայրենասեր և իր հայրենիքի պաշտպան, կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել, գրել էր Անահիտը, ապա հավելել, որ նրա մեջ այժմ կա նաև Հայկոյի ուժը, որը պաշտել է իր երեխային։